Ազգային ժողովի հարգարժան փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, ես կասեի, որ այս ընդդիմության այս նախագիծը ոչ թե պարզապես պոպուլիզմ է, այլ շուստրի պոպուլիզմ է։ Ինչի, որովհետև ինչ է ասում ընդդիմությունը։ Ասում է, հա, համաձայն ենք, որ կառավարության ծրագրով դուք նախատեսում եք դա անել, համենայն դեպս դուք արտահայտել եք այդ քաղաքական հանձնառությունը։ Եվ ասում են, շատ ենք ուզում, որ դա տեղի ունենա։ Բայց եկեք օրենքով մի հատ էլ մեր բերած օրենքով ամրագրենք, որ դա պիտի տեղի ունենա եւ ձգտում ենք դրան, որ երբ որ կառավարությունը իր ծրագրի համաձայն այս նշաձողին հասնի, այս թիրախին հասնի, մեր ընդդիմությունը գասի այ տեսեք, մենք այդ օրենքը որ չբերեինք, այս ապիկար իշխանությունը ոչ մի պարագայում չէր հասնի իր իսկ խոստման կատարմանը։ Եթե հանկարծ չկատարվի, ասեն, թե մենք ուզում էինք բերեինք, ինչ որ բան էինք ուզում անել, ժողովուրդ ջան, սիրելի թոշակառուներ, մենք ուզում էինք ձեր թոշակը բարձրացնենք, բայց այս ապիկար իշխանությունը բան արեց, հրաժարվեց, ուրեմն օրենքը ընդունել եւ ձեր թոշակները բարձրացնել։ Այսինքն դուք բերել եք մի նախագիծ, որ ցանկացած ելքի պարագայում դուք պիտի ինչ որ մի բանով արդարանաք։ Դրա համար դա շուստրի պոպուլիզմ է, ոչ թե պարզապես պոպուլիզմ է, որովհետեւ որակյալ պոպուլիզմը դժվար բան է իրականում, որը ձեզ հասու չի։ Պարոն Խաչատրյանն ասում է բանը, այս թեմայի համատեքստում ասում է փոխվարչապետերին մեքենա է կարել, խիչի փոխվարչապետը բանով գնում, ջորիով բանանում, ջորիով թող գնա բանի հետ հանդիպի, Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպի։ Այդ տեսել ենք ձեզ էլի, քանի անգամ եք ջորիով գնացել բանակցությունների։ Գնացել եք։ Այսօր դուք ապօրինի գույքի բռնագազման օրենքի գլխավոր շահառուներն եք։ Այսօր այնքան դատախազությունը այնքան ապօրինի գույք է ուզում, մեջը մի հատ ջորի չկա։ Բարի եւ բուն իմաստով եւ մեքենեշինական իմաստով մեծ ջորի չկա ձեր ապօրինի գույքերի մեջ։ Միլիարդների ապօրինի գույք է ուզում։ Բա քանի հատ ջորի եք, պարոն Խաչատրյան, դուք ու ձեր շեֆերը բան արել, ջորիով գնացել բանակցել։ Կամ այդ ինչ բան է, դա էլ էլի շուստրի պոպուլիզմ։ Այսինքն ասում է, որ փոխվարչապետերի ծառայողական մեքենայով կարելի է թոշակներ բարձրացնել։ Միայն 1000 դրամ թոշակը բարձրացնելու համար, 650,000 թոշակառուների համար 1000 դրամ թոշակ բարձրացնելու համար հարկավոր է տարեկան $20 միլիոն։ Ընդ որում, երբ որ դու այդ բարձրացրեցիր, դա հավերժ է, դա միանգամյա չի, դա այդ մեքենայի պես չի, որ մի անգամ առար, հետո առնում ես 5 տարի, 10 տարի հետո։ $20 միլիոն է արժենում ամեն 1000 դրամը եւ հավելյալ 20 միլիոն։ Իմ գործընկերն ասաց 2018 թվականի նվազագույն կենսաթոշակը եղել է 16800 դրամ, հիմա նվազագույն կենսաթոշակը 36000 դրամ է, որը հավելյալ 3 տարեկան $380 միլիոն է։ Հարգելի սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ դիմեմ ձեզ նաև, որովհետև այսօր այս ամբիոնից ընդդիմության, այս շուստրի պոպուլիզմի նպատակը այն էր, որ ձեզ ցույց տա, որ այս իշխանությունը չի ուզում ձեր թոշակը բարձրացնի։ Ես ուզում եմ ասել, որ այս այն իշխանությունն է, որ 2018 թվականից հետո հավելյալ 300 տարեկան $380 միլիոն ձեր թոշակը բարձրացրել է։ Եվ այս այն իշխանությունն է, որը շատ լավ գիտի, որ յուրաքանչյուր 1000 դրամը տարեկան նստելու է $20 միլիոն, բայց որի ուղղությամբ մենք աշխատում ենք։ Իսկ բանը ընդդիմությունը մեզ եկել ասում է թող փոխվարչապետը Ադրբեջանի փոխվարչապետի հետ գնա բանակցի ջորիով, ես նորից եմ ասում, քանի հատ ջորի կա ձեր տների դիմաց կանգնած, քանի հատ ջորի կա ժողովուրդ։ Ձեր շեֆերի դղյակների դիմաց քանի հատ ջորի կա ապօրինի գույքի բռնագազման օրենքով։ Չկա, իսկ ջորին ձեր ստեղծած Հայաստանն է եղել։ Ձեր կառուցած այն ժամանակվա Հայաստանի հավաքական կերպարը այդ ջորին է եղել, որը որ մենք այսօր ուզում ենք բան անել, փոխարինել նորմալ ժամանակակից բան էլեկտրամոբիլով, խնայող, խելացի, նորմալ պետություն, որը որ կկարողանա նաև իր բնակիչների, իր թոշակառուներին վճարել արժանապատիվ կենսաթոշակ, շնորհակալություն։ Եվ իհարկե քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին, որովհետև նորից եմ ասում, սա մի բան է, որը մենք հանձնառություն ենք ստանձնել, որ անենք, եւ բնականաբար եւ մենք անում ենք դա։ Եվ մենք անում ենք սա, ասենք, մի տեսակ քաղաքական գրպանահատության դրսևորում է, ասում է, ուզում է տանի, հետո ասի ես արեցի սա։ Ես սկզբին չանդրադառնամ, հուսամ իրական ընդդիմադիրներից մարդ կգտնվի, կպատասխանի, չէ՞, պարոն Մամիջանյանին, թե իրական ընդդիմադիրներից չէ։ Այդ արդեն կտեսնենք իրական Հայաստանի այ իրական ընդդիմադիրներից։ Պարոն Մամիջանյան, լավ եք ասում, բայց ինչ որ ասում եք ճիշտ չեք ասում։ Ամենայն հարգանքով Սահմանազատման հանձնաժողով գոյություն ունի, որը որ դուք բոլորով իրական եւ ոչ իրական ընդդիմություններով ասում եք, որ Ադրբեջանը չի ստորագրելու, բայց այդ սահմանների ով է առաջ, ով է հետ խնդիրը դրված է այնտեղ եւ այդ խնդրով զբաղվում է կոնկրետ հանձնաժողովը։ Դրա համար
պայմանագրի մեջ դա ամրագրված չէ, ինչպես նաև ամրագրված չէ օրինակ Ադրբեջանի համար, թե մեր զորքերը եթե ինչ որտեղ մի մետր կամ մի կիլոմետր առաջ են, իրանք հետ քաշվելու են, թե չեն քաշվելու, այսինքն այդ մեկ անցանք առաջ։ Գերիների հետ կապված, հարգելիներս, պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ։ Այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ եւ որոնցից 12-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, որոնք գերեվարվել են 20 թվականի պատերազմից հետո եւ այդ աշխատանքը շարունակվում է եւ դրա մասին ասվել է եւ պայմանագրի մեջ դա ամրագրելը չի նշանակում, որ այդ հարցը այն հարցն է, որը որ պետք է այդտեղ ամրագրել, դա այդտեղ ամրագրելու հարցը չի եւ այդ աշխատանքը շարունակվում է այդ պայմանագրից դուրս, որովհետեւ պայմանագիրը կարող է եւս 2 տարի չստորագրվի, բայց մեր գերիները կարող է ամենայն հավանականությամբ մեր կողմից ամեն ինչ հնարավորինս շուտ վերադառնալ, դրա համար այդ հարցը այնտեղ դնել որևիցե առիթ եւ պատճառ կարծում եմ հասկանալի չկա եւ չի կարող լինել։ Ինչ վերաբերում է ընդհանուր պայմանագրին, ինչի պայմանագիրը չի ներկայացվում, դրա մասին վարչապետը բարձրաձայն ասել է, որ պայմանագիրը ունի 2 տեր, 2 կողմ։ Առանց դրա էլ հայկական կողմը արդեն շատ բաներ հրապարակային քննարկել է եւ ասել է։ Եվ կարևոր բան եմ ուզում շեշտեմ, որը որ մեր հայրենակիցների համար հա ասել եմ ու կարծում եմ էլի պետք է ասել։ Պայմանագրի մեջ, համաձայնագրի մեջ չկա որևիցե կետ, որը որ միակողմանի է։ Բոլոր կետերը վերաբերվում են հավասարապես թե Ադրբեջանին, թե Հայաստանի Հանրապետությանը։ Եվ եթե դուք կարող եք ասել, որ դա Հայաստանի համար ինչ որ կապիտուլյացիա է, դա նշանակում է, որ դա Ադրբեջանի համար նույնպես կապիտուլյացիա է, որովհետև հավասարազոր։ Այսօր պարոն Մամիջանյանը մի հատ օրինակ էր բերում ծխելու եւ չծխելու մասով, պարոն Մամիջանյան, այդ օրինակն էլ տեղին չի, որովհետև օրինակ Հայաստանը չի պատրաստվում եւ չի սպառնում Ադրբեջանի վրա հարձակվել։ Իսկ Ադրբեջանը պատրաստվում է, ասում է, խոսում է, սպառնում է դրա մասին եւ այո, այդ պետք է ամրագրել եւ դա ամրագրված է եւ Հայաստանը եւ Ադրբեջանը այդ փաստաթղթով արձանագրել են, որ իրանք իրար վրա չեն հարձակվելու եւ չեն եւ ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը։ Ես չգիտեմ, ել ինչ պետք է լինի այդ պայմանագրի մեջ, որը որ չկա, հուսամ, որ այդ պայմանագիրը կհրապարակվի ճիշտ պատեհ ժամանակին եւ այն ժամանակ արդեն լուրջ քաղաքական գործիչները նոր հիմնավոր կարծիքներ կկարողանան հայտնել դրա մասին։ Միջև թղթին ծանոթանալը յուրաքանչյուր հայտնված կարծիք որակում եմ որպես անլուրջ կարծիք, որտեղ դա օդում ասված կարծիք է։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, երեխաներին է կխնդրեմ իրականում սպասել դպրոցական, որտեղ կարևոր բան ունեմ ասելու։ Քիչ առաջ այստեղից ելույթ էին ունենում ընդդիմադիր падգամավորներ, սիրելի դպրոցական երեխաներ։ Նրանց մի մասը առնվազն պատիվ ունեմ խմբակցության հետ կապված կա քրեական գործ, որ նրանց շտաբի պետը ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել։ Օրինակ ձեր ծնողների, ընկերներին, հարազատներին տարել են գումար են տվել, ասել են ընտրեք մեզ։ Դա անում են այն քաղաքական ուժերը, որոնք ունեն նպատակ թալանել ձեր երկիրը։ Ձեր դպրոցների կառուցելու փոխարեն հարստացնել իրանց գրպանները։ Մի աղջիկ կար խոսում էր այստեղից բավականին գեղեցկադեմ падգամավորուհի խոսում էր հայրենասիրության մասին, այդ աղջկա հայրն էլ իր ժամանակին էր խոսում հայրենասիրության մասին, գյուղապետ էր, հիմա դատվում է կոռուպցիայի գործով, որտեղ թալանել է իր գյուղը։ Ես ուզում եմ դուք ճիշտ պատկերացում ունենաք հայրենասիրության մասին, որտեղ մի ուրիշ падգամավոր էլ Հայկ Մամիջանյանը էլի խոսում էր իշխանությունը հայրենասերների մասին, վերջին անգամ պարոն Մամիջանյանը հայրենասեր բառը օգտագործել է Լեռնային Ղարաբաղում Սամվել Շահրամանյանի ու նրա խմբակի իշխանության գալու ժամանակ։ Դա այն խմբակն է, որոնք որ ստորագրել են Լեռնային Ղարաբաղի լուծարումը։ Հիմա նույնը ցանկանում է անել Հայաստանում։ Ու եթե այս ընդդիմադիր ուժերի ցանկացածը իրագործվի, մեր դրոշը, մեր գեղեցիկ եռագույնը Հայաստանի Հանրապետությունում պիտի փոխվի։ Սրա փոխարեն կլինի ուրիշ եռագույն սպիտակ երիզով վերևում։ Ու դուք, ձեր եղբայրները, ձեր հարազատները պիտի ինչ-որ մի պահի գնան ու սկսեն Դոնբասում պատերազմել ուրիշ երկրի շահերի համար։ Հավատացնում եմ ձեզ, իրական հայրենասիրությունը Հայաստանի Հանրապետությունը ամրացնելն է, Հայաստանի Հանրապետությունը ամուր պահելն է ու Հայաստանի Հանրապետության դրոշի համար ամեն ինչի պատրաստ լինելն է։ Սա է հայրենասիրությունը։ Ու մի ուրիշ բան էլ ես մի քանի օրը Գյումրիում եմ։ Գիտեք, Գյումրիում էլ կան ձերպես երեխաներ։ Ձերպես սիրուն, ձերպես խելացի վստահ եմ, ձերպես ժիր, մեկի պես մի քիչ ավելի պասիվ։ Բայց գիտեք ինչ պայմաններում են այդ երեխեքը։ Դուք Երևանում օրինակ գրունտային փողոց հասկացողությունը չգիտեք որն է։
Երևանում չի լինում այտենց բան, որ դուք ուղակի ինչ-որ մի փողոց տեսնեք, որը որ հողային է, գրունտային է։ Գյումրիում երեխեքը ապրում են հողային փողոցներում, ինչի՞։ Որովհետև այս մարդիկ, ովքեր հիմա խոսում են այստեղ հայրենասիրությունից, ժամանակին թալանել են Գյումրի, որտեղ իրանք հարստացել են, մեկի հերը չգիտեմ ինչ ունի, այն մեկը գնում էր Մոնտե Կարլոյում կազինոներում էր խաղում, այն մեկը Տանզանիայում բուկմեկերական ընկերություններ բացում, ինչի հաշվին։ Ձեր պես երեխեքի հաշվին, ձեր ապագայի հաշվին։ Ու Գյումրիում ու ամբողջ Հայաստանում, երբ որ մենք ասում ենք ընտրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քվյաթերթիկ համար 1, մենք ասում ենք դա մի բանի համար, ձեր ապագայի համար, ձեր գյումրեցի հասակակիցների համար։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, արդեն հայտարարվել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնացրել են խաղաղության համաձայնագրի տեքստը եւ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ համաձայնագիրը եւ այդ պահից սկսած Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը մասնավորապես կատաղի պայքար է սկսել խաղաղության օրակարգի եւ խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման դեմ։ Եվ ինչու է այսպես ի վերջո։ Ինչու է ընդդիմությունը այսքան կատաղի պայքարում խաղաղության օրակարգի եւ խաղաղության հեռանկարի դեմ։ Բանն այն է, որ ընդդիմության երկարամյա գաղափարաբանությունը կառուցված է եղել պատերազմի գաղափարախոսության վրա։ Հայաստանյան ընդդիմությունը, հարգելի գործընկերներ իշխանության եւ ընդդիմության, խնդրում եմ ավարտեք ձեր սրտառուչ խոսակցությունը, ես դա ողջունում եմ, բայց թույլ տվեք ելույթները շարունակվեն, հետո դուք շարունակեք։ Պարոն Դանելյան, կարող եք նստել մեր օթյակում, համեցեք։ Մենք ողջունում ենք ձեր գալուստը մեր օթյակ, բայց խնդրում եմ թույլ տվեք ավարտել։ Հուսամ ժամանակս կպահպանվի, սիրելի պարոն Արշակյան։ Հարգելի գործընկերներ, ընդդիմությունը իշխանություն եղած ժամանակ Հայաստանում ստեղծել է պատերազմի գաղափարախոսություն եւ պատերազմի արդյունաբերություն։ Եվ ըստ էության պատերազմի գաղափարախոսության այսպես հոսքագծի վրա ընդդիմությունը մեր հասարակությանը, մեր հանրությանը հրամցրել է պատերազմի մշտական վտանգի այդ դեմոկլյան սուրը։ Եվ դա արդյունահանել է ինքը այդ վախը։ Այդ պատերազմի գաղափարախոսությունը մեկ այլ կարևորագույն սյունի հետ եղել է այդ իշխանության, ուրեմն երկու սյուն են եղել այդ իշխանության պահպանության համար։ Մեկը պատերազմի արդյունաբերությունն է եղել, մյուսը գողապետությունը։ Որովհետև ինչ էր պետք ասել մարդկանց, պետք էր ասել, որ դուք պիտի հանդուրժեք ամեն ինչ, որ թե չէ հանկարծ կլինի պատերազմ։ Եվ այդ վախի վրա պետք էր շարունակել սեփական իշխանության վերարտադրությունը։ Ու հիմա ինչ է տեղի ունեցել։ Այն ընդդիմությունը, որը որ հասկանում է, որ Հայաստանը շանս ունի խաղաղության, հասկանում է, որ դրանով վերջնականապես ջախջախվելու է սեփական գոյության գաղափարաբանությունը, որ ջախջախվելու է գողապետության եւ պատերազմի գաղափարախոսության վրա կառուցված Հայաստանի հայ ժողովրդի տասնամյակներով հարստահարումը եւ տասնամյակներով կառափնարան տանելու քաղաքականությունը։ Եվ ընդ որում այս հայեցակարգը շատ հմտորեն տեղափոխվել է նաև թիմ ընտրությունների համատեքստ։ Մենք այսօր տեսնում ենք, որ Գյումրիում որոշ ուժեր, որոնք որ հանդիսանում են գողապետության կարկառուն ներկայացուցիչները, ձեռքի տված այն ուժերի հետ, որոնք այսօր մարտնչում են խաղաղության հնարավորության եւ խաղաղության օրակարգի դեմ, փորձում են Գյումրին դարձնել որպես ցածկահարթակ Հայաստանում խաղաղության օրակարգը տորպեդահարելու, Հայաստանը վերջնականապես եւ մշտապես պատերազմի արդյունաբերության ճիրաններում պահելու համար։ Եվ ես ուզում եմ, որ նաեւ մեր գյումրեցի, մեր փարաքյարցի, սիրելի հայրենակիցները շատ լավ հասկանան, որ այս ընտրությունները միայն բակի, փողոցի, կոմունալ տնտեսության, քաղաքային ընտրություններ չեն։ Այսօր նաեւ այս ամբիոնից հնչեցին ելույթներ այդ մասին։ Հնչեցին ելույթներ խաղաղության օրակարգի դեմ եւ հնչեցին ելույթներ Գյումրիում քաղաքացիական պայմանագրի դեմ։ Այն մարդիկ, ովքեր որ արդեն քանի տարի ցանկանում են Հայաստանում զավթել իշխանությունը, պարալիզացնել հնարավոր խաղաղությունը, հայ ժողովրդի Հայաստանի պետության ինքնիշխանությունը կրկին դնել կառափնարան, ահա այդ ուժերը այսօր հնարավորություն են փնտրում այդ բանն անելու Գյումրու ընտրություններով։ Ես խնդրում եմ, որ մեր
սիրելի հայրենակիցները, գյումրեցի, ովքեր որ պիտի գնան ընտրատեղամաս, հասկանան, որ իրենց քվեարկությամբ իրենք լուծելու են ոչ միայն քաղաքային խնդիրներ, իրենց քվեարկությամբ իրենք պաշտպանելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության պետականությունը, Հայաստանի ազատությունը եւ իրենք քվեարկում են շատ ավելի մեծ գաղափարի համար, քան թե պարզապես քաղաքային իշխանությունն ու քաղաքային տնտեսությունն է, եւ ես հավատում եմ մեր գյումրեցի եղբայրների եւ քույրերի եւ մեր փարաքերցի եղբայրների եւ քույրերի շրջահայացությանը, պետականա մետությանը եւ ճիշտ ընտրությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, եւ ես եւս խոսելու եմ ընտրություններից եւ բնականաբար այս օրերին Գյումրիում եւ Փարաքարում նախընտրական քարոզարշավ է ընթանում, որին ես եւս ակտիվորեն մասնակցում եմ, ցավում եմ, որ պարոն Դանելյանը գնաց, որովհետեւ ես ինքս մասնակցում եմ եւ մեր կուսակցությունն է մասնակցում եւ բնականաբար մեր թիմը ամբողջությամբ ցանկանում է աջակցել իր կուսակցական քարոզարշավին, հետեւաբար այստեղ զարմանում եմ, թե ինչի վրա պարոն Դանելյանը զարմանում, որովհետև կուր թիմ ենք, այո, եւ շաբաթ-կիրակի օրերին բոլորն էլ, ովքեր ոչ աշխատանքային ժամերին է եղել, ոչ էլ դասերի օրերին է եղել, ամեն դեպքում ովքեր որ մեր կուսակցությունից են մասնակցում են եւ հատուկ պետք է նշեմ, այսպես որ ասում եք Լուսավորի Սարիկը, պարոն Տիկին Կյուրակյան, իրականում Սարիկ Մինասյանը այս պահին քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ Սա ֆիքսենք։ Ես նախ ուզում եմ իմ տպավորություններով կիսվեմ եւ շնորհակալություն հայտնեմ թե Գյումրիում, թե Փարաքար համայնքում մեր հայրենակիցների ջերմ ընդունելությունից եւ աջակցությունից եւ չեմ կարող նաեւ չնշել եւ չհիշել եւ չնշել, որ բոլորս էլ գիտենք նախկինում ընտրություններն ինչպես են ընթացել, թե ինչպես էին մարտիկ ստեպողաբար տարվում ընտրատեղամասեր, զանգվածաբար ընտրակաշարքներ են բաժանվում եւ նախապես արդեն տեղեկացված են լինում, թե ով է հաղթելու ճակերտավոր, որովհետեւ արդեն կեղծվելու էին ընտրությունները։ Այս մասով վստահաբար կարող եմ նշել, որ պայքարը այսքան թեժ է, քանի որ արդեն այս էջը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ հավերժա փակված է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն է իր քվեի տերը եւ վստահաբար այս անգամ եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացին մերժելու է իր քվեն նախկինում գողացած, վախի մթնոլորտ տարածող եւ տարածած ու տարածող ուժերին եւս։ Նշեմ, որ քարոզարշավի ընթացքում նաեւ ականատես ենք լինում ցանազան ուժերի տեխնացուների, ովքեր անցնում են քաղաքակիրթ խոսքի բոլոր սահմանները, հաճախ հնչեցնելով վիրավորական եւ ատելության խոսքեր եւ չեն էլ հասկանում, որ նման գործելավոճով եւ նման խոսքով ընդամենը իրենց իրական դեմքն են ցույց տալիս եւ իրենց անմրցունակ լինելն ու թուլությունն են ցուցաբերում։ Այս օրերում Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի ազատ է որոշելու, թե ինչպիսի ապագա է ուզում իր եւ իր համայնքի համար։ Հարկ եմ համարում նաեւ նշել, որ եւ թե Փարաքարում եւ թե Գյումրիում արդեն իսկ զգալի բարեփոխումներ եւ ծրագրեր իրականացվել են, սակայն պետք է ընդունել, որ կոալիցիոն կառավարումը որոշ դեպքերում խոչընդոտել է այդ մեծ թափով առաջ շարժվելուն, ուստի չափազանց կարևոր է, որ ընտրությունների արդյունքում ձեր քվեով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձևավորի միանձնյա կառավարում, որը հնարավորություն կտա արագ ու արդյունավետ լուծումներ տալ երկու համայնքներում էլ գոյություն ունեցող խնդիրներին։ Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում անպայման մասնակցել ընտրություններին եւ ավելորդ եմ համարում նշել, թե ինչքան կարևոր է յուրաքանչյուրիդ քվեն։ Եվ վերջում իհարկե ուզում եմ հաջողություն մաղթել մեր թիմին, մեր գործն արդար է եւ մենք վստահ ենք, որ մեր հայրենակիցները մեզ գնահատում են եւ ընտրություն կկատարեն հանուն ապագայի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ես տարակուսած եմ անկեղծ ասած, թե ինչու է աղմկում դաշնակցությունը Գյումրու թիմ ընտրությունների հետ կապված։ Ես կարծում եմ, որ դաշնակցության կուսակցությունը չի առաջադրվել Գյումրիում, ինչքան ես եմ տեղյակ։ Չէ, փաստորեն այնինչ մենք բազմիցս շեշտել ենք, դաշնակցությունը իր այսպես աղմկոտ պահվածքով ապացուցում է։ Այն, որ այստեղ Գյումրիում տեղ է ունենում հստակ այն քաղաքական ուժերի վերարտադրության փորձ, որոնք նստած են ազգային ժողովում։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժ, Սերժ Սարգսյանի քաղաքական ուժ։ Եվ ինչու են աղմկում նրանք։ Երևի թե տեսել են հարցումները կամ տեսել են Գյումրու իրական քաղաքացիների ձայնի պատկերը։ Որն է պատկերը, մի փոքր նկարագրեմ, գյումրեցիները իրականում բոլորին շատ լավ գիտեն, իրար մեջ շատ լավ գիտեն ով է, ում մարդն է, ում մեջքի հետևում ով է կանգնած, բայց ես մի փոքր բացեմ այլ խաղաքարտեր։ Հարցումներով Սարիկ Մինասյանը առաջատար է քաղաքացիական պայմանագրի տեխնացուն։ Հաջորդ տեղում մի օլիգարխիկ տար է Վարդան Ղուկասյան անվանումով, հաջորդ տեղում Մարտուն Գրիգորյանն է, որը պատիվ ունեմ դաշինքից է,
հանդես գալիս падգամավոր եւ այժմ նաեւ տեխնացու։ Հաջորդ տեղում Լևոն Բարսեղյանը Եվրոդաշինքից, հետո Կարեն Սիմոնյանը, որը Քոչարյան դաշինքի դուրս եկած Անջանիկ Թևանյանի կուսակցությունից է, եւ հանդես է գալիս Քոչարյանի իշխանության ջատագով որպես։ Հաջորդ տեղում Ռուբեն Մխիթարյանն է, որը հայտնի մեր Փեսամիշիկի մտերիմ ընկերն է եւ նույնպես հանրապետական թևին է հարում։ Ինչ ենք տեսնում այս պատկերում։ Երկու տեխնացու ունի Հայաստան դաշինքը, այսպես ասած Հայաստան դաշինքը իդեմս Ռոբերտ Քոչարյանի, որտեղ Վարդան Ղուկասյանը մեծ ջատակով է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների, երկրորդ տեխնացուն Կարեն Սիմոնյանն է, երկու տեխնացու էլ ունի Սերժ Սարգսյանը, իդեմս Մարտուն Գրիգորյանի եւ Ռուբեն Մխիթարյանի։ Ցելի հայրենակիցներ, տոկոսային հարաբերակցությունը շատ շեշտեցի, որտեղ այս օրերին թեժ քարոզարշավի ընթացքում փոփոխական են այդ տոկոսները, բայց ակնհայտորեն տեսնում ենք, որ հաջորդ քաղաքական ուժը, որը ունի քաղաքացիական պայմանագրից էապես 20%-ի չափով ավելի քիչ ձայներ, դա Վարդան Ղուկասյանի, այսինքն Ռոբերտ Քոչարյանի դրածոյի ձայներն են, իսկ մնացած քաղաքական ուժերը ընտրություններից հետո առնվազն չեն հերքել, իսկ մնացած քաղաքական ուժերի նկատի ունեմ այն 4 քաղաքական ուժը հանրապետականի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի ներկայացուցիչները չեն հերքել, որ միանելու են Վարդան Ղուկասյանին։ Ինչ առակասկծության է այս երկար տեքստով։ Սիրելի գյումրեցիներ, դուք գնալու եք ընտրատեղամաս եւ ձեր ձայնը տալով այս 4 քաղաքական ուժից որևիցե մեկին ընտրելու եք Վարդան Ղուկասյանին քաղաքապետ։ Կոչ եմ անում մարտի 30-ին գնալ ընտրատեղամասեր, վերցնել քվեաթերթիկ համար 1-ը եւ ձայնը տալ Սարիկ Մինասյանին քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մինչև բուն տեքստիս անցնելը ուզում եմ նշել, որ Սարիկ չի, Սարիկ Մինասյանն է, ով քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրու քաղաքապետի տեխնացուն է, ճիշտ այնպես, ինչպես մյուս 9 տեխնացուները, այնպես էլ պարոն Սարիկ Մինասյանը քաղաքական հայտ է ներկայացրել առաջիկա տարիներին հաջողության դեպքում եւ գյումրեցու քվեն ստանալու դեպքում ղեկավարելու Գյումրի քաղաքը։ Հետո թողես մեր ընդդիմադիր գործընկերները երկար ճառեր կարտասանեն կրթության, գրագիտության, մշակույթի, քաղաքական մշակույթի եւ ազգային արժեքների մասին։ Այնինչ չգիտեն, որ հատկապես այս ամբիոնից չի կարելի արտահայտվել այնպես, ինչպես որ իրենք երբեմն իրենց թույլ են տալի։ Անդրադառնալով Կիրակի օրը Գյումրիում տեղի ունեցած փոքր միջադեպին, ուզում եմ նշել, եթե դաշնակցությունը Գյումրիում չունի տեխնացու, ապա առնվազն մի քիչ անհասկանալի էր, թե ինչու էր դաշնակցությունը իր ողջ կազմով նախկին հոգևորականի հետ գտնվում Գյումրիում, ավելին այսպես խմբով հարձակվում էին քարոզարշավ իրականացնող մեր թիմակիցների վրա, իդեպ խմբում նաև ես էի։ Ես չեմ կարծում, որ նախկին հոգևորականը այդպես մեծ ջատագովությամբ հայտնվել էր Գյումրիում, որպեսզի օրներ քարոզարշավը, այնուամենայնիվ նման տպավորություն չկար, եւ ամենայն հայրգանքով մեր գործընկեր Պարոն Գառնիկ Դանելյանի նկատմամբ ուզում եմ հարցնել. Պարոն Դանելյան, այդպես խմբով որ հարձակվում եք մեր վրա, թե չենք վստահում, բա մեզ հարցրել եք, մենք ձեզ վստահում ենք, կամ այդ կպչուն թղթերը, որ կպցնում եք մեր տեխնացուի բոլոր դիմանկարների վրա, ճակատին կամ բերանին, այնքան եք այսպես խառնվել եւ այնքան լուրջ եք ընդունել ձեր քաղաքական հայտը, որ մյուս տեխնացուների դիմանկարներին էլ եք փաստորեն այդ կպչուն ժապավեններից փակցնում, որովհետեւ նրանք արտաքին նմանություն ունեին մի փոքր մեր տեխնացուի հետ։ Հաջորդ թեզը, որ այսպես մեծ ջանասիրությամբ մեր ընդդիմադիրները տարածում են, դա խաղաղության պայմանագրի տեքստն է եւ այսպես ասում են, որ դա խաղաղության պայմանագիր չէ, այլ միակողմանի զիջում է եւ այլն։ Եթե միակողմանի զիջում է, հարգելի գործընկերներ, ապա ինչու Ադրբեջանը 1 րոպե շուտ չի ցանկանում ստորագրել այդ իր համար խիստ նպաստավոր փաստաթուղթը եւ երկրորդ, եթե դուք ամեն երկրորդ բառից նշում եք, որ դուք չեք ծանոթացել տեքստին կամ բովանդակությանը անծանոթ եք եւ այլն, ապա ինչպես կարող եք պնդել, որ դա միակողմանի կապիտուլյացիա է։ Խնդրում եմ, հարգելի գործընկերներ, ինքներդ ձեզ մի քիչ լուրջ վերաբերվեք, գոնե դուք ինքներդ ձեզ, որովհետև ձեզ այլևս որևէ մեկը լուրջ չի վերաբերում, որովհետև ձեր քաղաքական հետևությունների ամբողջ տրամաբանությունը հետևյալն է, որ եթե տուփը քառակուսի է, ուրեմն միջինը կլոր է, եթե միջինը կլոր է, ուրեմն դեղին է, եթե դեղին է, ուրեմն նարինջ է։ Այս է ձեր ամբողջ քաղաքական բովանդակությունը եւ փիլիսոփայությունը։ Մյուս հարցը գերիների հարցն է, որոնք ցավոք հայտնվելով գերության մեջ ստիպված են մասնակցելու այս ֆարսին եւ մեր երկրի ղեկավարը, մեր քաղաքական առաջնորդը, ինչպես նաեւ մենք բոլորս մեկ անգամ չէ եւ բազմաթիվ անգամներ նշել ենք, որ
Սա այն հարցն է, որտեղ պետք է լուռ աշխատել եւ լինել զգուշ, ավելի շատ գործ անել, քան խոսել, բայց դա չի նշանակում, որ գերիների հարցը մեր ուշադրությունից դուրս է եւ մյուս կարևոր հարցը, որ ես ուզում եմ անպայման անդրադառնամ, ես որքան ցանկանում ենք այս գային հարցերի մասին քիչ խոսել, այնուամենայնիվ տեղ չկա, պետք է անպայման շարունակենք խոսել։ Մենք բազմիցս ասել ենք, որ հնարավոր է արգելված միջոցների օգտագործմամբ գերիներից Բաքվի բանտում լինելով, քանի որ նրանք գերության մեջ են, կորզեն այնպիսի տեղեկություններ կամ ստիպեն ասելու այնպիսի տեղեկություններ, որոնք վնասեն ուշադրություն ոչ թե օրվա իշխանություններին, այլ պետությանը, մեր ընդհանուր պետությանը։ Եվ սա եւս մեկ անգամ նշանակում է, որ մենք մեր բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները պետք է ձեռնարկենք եւ ձեռնարկում ենք մեր հայրենակիցներին 1 րոպե շուտ հայրենար դարձելու ուղղությամբ եւ պարոն Աշակյան ներողություն եմ խնդրում 1 րոպեից կավարտեմ։ Դուք հարգելի գործընկերներ, ընդդիմադիր տիկնայք եւ պարոնայք, պարտավոր չեք սիրել իշխանություններին, պարտավոր չեք, բայց շատ դեպքերում առաջ տանել կառավարության թեզերը, բայց դուք պարտավոր եք հարգել այն օրենքները եւ որոշումները, որոնք ընդունվում են այս դահլիճում, որովհետեւ դրանք պարտադիր են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, այնպես էլ ձեզ համար։ Դուք պարտավոր եք հարգել այս պետությանը եւ պարտավոր եք չվնասել այն ոչ երկրի ներսում, ոչ էլ երկրից դուրս։ Իդեպ որքան էլ անհաշտ եք այս տարիների ընթացքում, բայց Նիկոլ Փաշինյանը եղել է եւ կա նաեւ ձեր երկրի վարչապետը եւ ձեր պարոն վարչապետը։ Սիրելի հայրենակիցներ եւ հատկապես սիրելի գյումրեցիներ, շատ կուզենայի մի պահ էկրան թեքվեր տեսախցիկները դեպի աջ կողմ եւ տեսնեինք Գյումրին, գյումրեցիներից փրկող ուժերին եւ իրենց սատարող թեկնածուներին գոյության կամ չգոյության արտացոլումը դալիճում։ Տիկին Յուրեղյանը, եթե լսում է ինձ, խոսում էր լծակներից եւ վարչական ռեսուրսներից։ Տիկին Յուրեղյան, եթե լսում եք ինձ, դուք տեսել եք այն ուժերին, որոնց սատարում եք իրենց նախընտրական ցուցակները։ Ձեր որ գունավոր կամ սև եւ սպիտակ երազում կտեսնեիք այդ ցուցակներում հոակների, պոակների, բժշկական կենտրոնների տնօրենների, կտեսնեիք թե ոչ, ես անկեղծ կուզենայի լսել այս հարցի պատասխանը։ Տեխնացուներից մի մասը խոսում է ներդրողների մասին, այ խոշորածավալ ներդրումներ կներգրավենք, ժողովուրդ երևակայական ներդրողների մասին է խոսքը, կամ այդ ձեր ներդրողները ընտրություններից ընտրություն են հիշում իրենց հոգևոր եւ ֆիզիկական կապը Գյումրի եւ գյումրեցիների հետ, ուզում եմ հասկանալ։ Մեկը խոսում է ակադեմիական քաղաքը Գյումրի տեղափոխելու մասին, այդ խոսում են այն մարդիկ, ովքեր ակադեմիական քաղաքի սաղմնային փուլում, երբ խմորման փուլում էր, դա դեռ գաղափար էր, խոսում էին այն մասին, որ դա չպիտի տեղի ունենա, այ բոլոր հաստատությունները վաճառեք, տեղի հյուրանոցներ սարքեք, դրան է միայն միտված։ Մեկ կողմնորոշվեք, ի վերջո ուզում եք այդ ակադեմիական քաղաքը, թե չեք ուզում, թե Գյումրիում եք ուզում, մենք էլ հասկանանք էլ հիմա իրագործում ենք որտեղ այդ ծրագիրը։ Եվ այս աղմուկի ֆոնին ունենք թեկնածու Սարիկ Մինասյան, եւ չեմ խորշի, եւ չեմ հոգնի ամեն անգամ կրկնելուց, որ ունենք մի թեկնածու, ի սկզբանե ունի վստահության քվե նույն գյումրեցու կողմից, եւ ես վստահ եմ, որ գյումրեցին կվերահաստատի այս որոշումը նախնական, եւ անցում կատարելով սրբազան շարժմանը, այնինչ տեսանք 2 օր առաջ, դա ագրեսիայի շարժում էր, դա սրբազան շարժում չէր, եւ պարոն Գեգամ Մանուկյանը ափսոս այստեղ չի, երբ օրեր առաջ հանձնաժողովի նիստում կոչ էր անում կին պատգամավորներին դատապարտել X պատգամավորի արարքը լրագրողի հանդեպ նկատմամբ։ Ես նույն հաջողությամբ ուզում եմ ասել, պարոն Գեգամ Մանուկյան, կոչ արել եք ձեր գործընկեր Մհեր Մելքոնյանին, երբ այսօր գրառում էր կատարում կին քաղաքական գործչի վերաբերյալ եւ նրան հիստերիկ էր անվանում, կոչ արել եք ներողություն խնդրի այդ քաղաքական գործչից, շատ կուզեի լսել այս հարցի պատասխաններ, ելի եմ ուզում նշել, դատարկ դալիճի եւ աթոռների հետ եմ ես հիմա երկխոսության մեջ մտնել, սիրելի գյումրեցիներ, ես վստահ եմ, որ այնինչ մեկ ամիս առաջ դուք որոշեցիք, ամսի 35-ը կվերահաստատեք եւ նաեւ տարանջատում չդնելով Փարաքարի մեր սիրելի քաղաքացիներին եւս կոչ եմ անում պարտադիր մասնակցել ընտրություններին եւ վերահաստատել եւ շարունակական դարձնել այն, ինչ սկսել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կառավարության աջակցության ներքո նաեւ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ։
Ընդհանրապես ես կուզենայի փաստել նախ, որ ժողովրդավարության հիմնական հակագործիքը, որով պայքարում են ժողովրդավարության դեմ, պոպուլիզմն է։ Ու այսօր առավոտյան մեր ուժին փորձեցին մեղադրել պոպուլիզմի մեջ, դրա մեջ մի փոքր կուզենամ անդրադառնալ առավոտ տեղի ունեցածին ու հետո դա պրոյեկտել Գյումրու դեպքերի հետ կապված։ Ուրեմն ինչ էին ասում այս մարդիկ, ասում էին, որ կառավարության ծրագիր եւ օրենսդրական կարգավորումը բերել էին դրել էին նույն հարթության վրա։ Մենք իրանց ասում ենք, որ ծրագիրը օրինակ մի բան է, որը կարա 90%-ով օրինակ կատարվի եւ դրա գնահատականը տա ժողովուրդը, իսկ օրենքը դա բացառապես գործող, անբեկանելի գործող բան է։ Այս մարդկանց համար դրանք նույն հարթության մեջ են, որտեղ տենց էր իրանց ժամանակ, որտեղ իրանց ժամանակ էլ էր տենց, օրինակ օրենքը 90%-ը հավասար էին օրենքի առաջ, 10%-ը օբյեկտիվ պատճառներով կամ սուբյեկտիվ պատճառներով ավելի հավասար էին օրենքի առաջ ըստ Օրվելի։ Հիմա մյուս բանը, ինչ էին արել այս մարդիկ, այս մարդկանց խոսելու ժամանակ պնդեցին, հաստատեցին, որ իրանք հատուկ բերել են, նստել են, մտածել են, բերել են մի օրենսդրական նախագիծ, որը մենք չենք կարողանալու կատարենք ըստ իրանց հաշվարկների եւ հետեւաբար դեմ ենք քվեարկելու։ Փաստորեն այս մարդիկ նստած մտածում են ոչ թե ինչ որ օրենսդրական նախագիծ բերելու, որը կարա օրինակ Հայաստանի Հանրապետությանը որևիցե օգուտ բերի ընդունվելու դեպքում, այս մարդիկ ռեսուրսը եւ ժամանակը ծախսում են մտածելու համար, թե ինչ կարելի է գրել, որը անհնար է իրականացնել, բայց կհնչի սիրուն, ու բերենք դա ազգային ժողովի դահլիճում մատուցենք ու դեմ քվեարկեն, մենք էլ ասենք դեմ քվեարկեցինք։ Սրանից ընկում պոպուլիզմ ենք ուզում ու մյուսներին մեղադրում ենք պոպուլիզմի մեջ։ Ուրեմն մյուս բանը, տեղից ասում են, սենց օրենքին դեմ եք քվեարկել, չեք ամաչել, գոնե ձեռնպահ քվեարկեք կամ մի մասնակցեք։ Ու մեզ մեղադրում են պոպուլիզմի մեջ։ Դե իրանց գործելավոճն է, այն բաներին ինչին չեն կարա կանգնեն ու իրանց ընտրողի աչքի առաջ ասեն մենք դեմ ենք սրան, ասում են մենք ձեռնպահ ենք, մենք գործ չունենք, մենք չգիտենք, մենք հələ չենք կողմնորոշվել եւ այլն եւ այլն։ Հիմա պոպուլիզմի մեջ մեղադրում են մարդիկ մեզ, ովքեր կրոնը եւ հավատքը եւ եկեղեցին օգտագործում են քաղաքական օրակարգ սպասարկելու համար։ Ու չգիտեմ, հիմա էլ այդ ռեպետիցիան ասել իրենց տեխնացուի Վարդան Ղուկասյանը Գյումրիում ասում է, այս գլավնի ռեպետիցիան է Բերլինը գրավելու, չգիտեմ, Ղարսը հետ բերելու։ Ես ուզում եմ ասեմ Վարդան Ղուկասյանին, որ ինչքան էլ չի ուզենա, ինքը սխալվում է, գլավնի ռեպետիցիան մի քանի անգամ իրենց սատարող ուժերը Երևանում փորձել են ու չի իրականացել։ Նենց որ կարծում եմ, որ Գյումրիում տեղի ունենալու այդ գլավնի ռեպետիցիայի փոքր փորձը, որը էլի չի իրականանալու, այսքանը եւ հուսով եմ, որ գյումրեցիք հաստատ ունեն այնքան գիտակցություն, որ կարողանում են տեսնել որտեղ է պոպուլիզմը, որտեղ է էժան PR-ը, որտեղ է Ղարս ու Բերլին բերողը եւ որտեղ է իրականում ռեալ հողի վրա խաղաղություն առաջարկողը։ Շնորհակալ եմ։ Ակնկալում ենք, որ շատ հետաքրքիր ելույթ լինի Տիկին Ղազարյան, համեցեք։ Շնորհակալություն պարոն Արշակյան, կփորձեմ ձեր ակնկալիքները արդարացնել։ Ես ճիշտն ասած պլանավորել էի թիմ ընտրություններից խոսել եւ անկեղծորեն չէի ուզում այս թեմային անդրադառնալ, կարծում էի դեռ ժամանակը չի, բայց այսօր այստեղ 3 դաշնակցական падգամավոր Տիկին Կյուրեղյանը, Հարգարժան, Տիկին Խերանյանը եւ Տիկին Գալստյանը որոշեցին, որ պետք է հակադրեն քաղաքացիական պայմանագիրը եւ Հայաստանի ինքնիշխանությունը։ Մի քանի օր առաջ էլ պարոն Գեգամ Մանուկյանը ինձ երեսով էր տալիս, որ ես անկախ Հայաստանում եմ դպրոց գնացել եւ անկախ Հայաստանում ցույցեր արել։ Ես ճիշտն ասած շատ հպարտ եմ եւ երջանիկ եմ, որ անկախ Հայաստանի զավակ եմ, ծերունդ եմ եւ քաղաքացի։ Եվ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք եմ ունեցել տարբեր տարիների իշխանությունների նկատմամբ, ես 1000 անգամ կնախընտրեմ հակասահմանադրական ճանապարհով եւ կեղծված ընտրություններով ընտրված նախագահին կայսրից, այսպես ասած։ Բայց որն է մեր ֆունդամենտալ տարբերությունը, շատ կուզեի, որ լսեին մեզ մեր գործընկերները։ Մեր ֆունդամենտալ տարբերությունն է, որ մենք այնուամենայնիվ ի վերջո վերջին հանգրվանում նախընտրում ենք անկախությունը, իսկ դաշնակցությունը կարծում է, որ կան ավելի կարևոր գործեր եւ անկախությունը կսպասի դեռ մի 100 կամ 1000 տարի։ Ես հիմա մի քանի մեջբերում կանեմ դաշնակցական մամուլից առանց մեկնաբանությունների 1988-ից 92 թվականներին, ինչ էին ասում 88 թվականին դաշնակցականները, մեջբերում եմ։ Անկախության ձեռքբերումը ոչ միակ եւ ոչ էլ ամենակարևոր նպատակն է։ Կարող է պետական անկախությունը ազգի ապրելու ու առողջ զարգանալու համար միակ ձևը չլինի։ Այսօր հանրաքվեի ճամփով որոշել հայ ժողովրդի կամքը խորհրդային միությունից դուրս գալու մասին նախ անկարելի է, ապա վտանգավոր։
Ինչ վերաբերում է անկախ հայրենիք ձեռք բերելու եւ այդ հայրենիքում արդար հասարակական կյանք ստեղծելու մակարդակին, ապա այսօր այդ մակարդակների վրա մենք անելիք չունենք։ 1989 թվական անկախություն պահանջելը ոչ այլ ինչ է, եթե ոչ արկածախնդրություն եւ հայ ժողովրդին անտեղի տեղը հարվածի տակ դնելու դավաճանություն։ 1990 թվական նախ եւ առաջ մենք պետք է կարողանանք տեսնել, որ Հայաստանը չի կարող լուծել իր խնդիրներից եւ ոչ մեկը, եթե հաշվի չնստի ռուսական պետական շահերի հետ։ 1991 թվական անկախության հանրաքվեի տարին։ Չենք կարող ձեռք բերել անկախություն, չենք կարող պաշտպանել այդ անկախությունը եւ չենք կարող միջազգային ասպարեզում համակիրներ շահել մեր անկախության համար։ Եթե մեր ազգային ու մարդկային նպատակներին կարելի է հասնել ուրիշ ճանապարհով, ապա ժամանակավոր կամ նույնիսկ ընդմիշտ կարելի է հրաժարվել անկախությունից։ Դաշնակցությունը բացահայտորեն հայտարարեց, որ կտրականապես համաձայն չէ խորհրդային միության կազմից Հայաստանի դուրս գալու հետ, հասկանալով այդ քայլի կործանիչ հետևանքները։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի է ունենալու հանրաքվե։ Ինչ կարող է պատահել այդ հանրաքվեից հետո։ Ենթադրենք, թե հայ ժողովուրդը միաձայնությամբ քվեարկեց խորհրդային միության կազմից դուրս գալու օգտին։ Ինչ պիտի դրանից փոխվի։ Նախ նշենք, որ միայն շատ միամիտները կարող են ենթադրել, որ ժողովրդի կամքը կարող է որևէ նշանակություն ունենալ նրա քաղաքական ճակատագրի մեջ։ Հանրաքվեից հետո մենք ուզեցինք հասկացնել մեր ժողովրդին, որ պետք չէ շտապել Ռուսաստանից կտրվելու հարցում, բայց ժողովուրդը այլ կերպ էր մտածում։ Վերջացնում եմ 1992 թվական արդեն անկախացած ենք, բայց դաշնակցությունը համառորեն շարունակում է պայքարը, չի հանձնվում։ Իսկ այսօր ամենակարևորը այն է, որ մենք չհասկացանք, որ մենք անկախության պատրաստ չենք եւ այսօր միության քայքայումը մեզ ձեռնտու չէ։ Այսօր մենք պաշտպանված չենք ոչ դրսից, ոչ էլ ներսից եւ այս պայմաններում անկախությունից խոսելը անմտություն է։ Այս պայմաններում շատ ավելի լավ կլիներ, որ մեր արտաքին եւ ներքին պաշտպանության հարցերը հանձնեինք մեկ ուրիշի, որpիսի մենք կարողանայինք նախապատրաստել մեր իրական անկախությանը։ Այս կացությունը կարող է ստեղծվել վերականգնված միության մեջ, ուրեմն ինչու մենք չդառնանք այդ միությունը վերականգնելու նախաձեռնողներից մեկը եւ դա շարունակվում է մինչ այսօր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք եւ լսում ենք նաեւ միջազգային հանրության հստակ ուրեմն աջակցությունը այս իմաստով, կոչերը շուտապույտ ստորագրման քննարկումները սկսելու վերաբերյալ եւ ինչպես նաեւ լսում ենք այդ կոչերին զուգահեռ միջազգային հանրության կոչերը Ադրբեջանին գերեվարված անձանց ազատ արձակելու վերաբերյալ։ Բայց ոնց որ թե ընդդիմությունը չի տեսնում այս հայտարարությունները, չի լսում այս հայտարարությունները, այսինքն ես չեմ հասկանում ընդդիմությունը առասարակ ինչ տարածության եւ ժամանակի մեջ է ապրում այս իմաստով։ Եվ ուրեմն որքան խաղաղ, որքան ժողովրդավար, որքան հզոր լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան այսօրվա ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում որևէ տեղ եւ դերակատարում չի կարող ունենալ, պարզապես չի կարող ունենալ։ Եվ որքան մենք ավելի եւ ավելի ենք մոտենում ուրեմն խաղաղ, ժողովրդավար, հզոր Հայաստանի Հանրապետությանը, այնքան ավելի ու ավելի է լարվում Քոչարյանի եւ Սերժի խմբակը։ Չնայած հիմա իրանք իրար հետ են լարված, բայց դա չմտնենք հիմա իրանց կռվի մեջ ըստ էության։ Եվ այս լարումը արտահայտվում է այսօր թիմ ընտրություններում։ Մենք տեսնում ենք, այս խոսույթը տեղափոխվել է ըստ էության խաղաղության դեմ պայքարում են ոչ միայն այստեղ այս դահլիճում Քոչարյանի եւ Սերժի ներկայացուցիչները, այլև պայքարում են նրանց ներկայացուցիչները թիմ, ուրեմն ընտրությունների ընթացքում Գյումրիում եւ Փարաքարում։ Գյումրիում եւ Փարաքարում, որովհետեւ չեն ուզում ուրեմն վերջնականապես փակվի իրենց գուբերնատոր դառնալու ուրեմն շանսը Հայաստանի Հանրապետությունում։ Պայքարում են սահմանազատման դեմ, հիշում ենք ինչեր էին խոսում, եկեղեցին մնաց, չգիտեմ, էս եղավ, հիշում ենք մեր գործընկեր Գառնիկ Դանիելյանը, որ խառը ասենց վազվզում էր ստեղից ընդեղ եւ ինչ ասես չէր խոսում, հետո պարզվեց, որ այդ ամեն ինչը իրականության հետ կապ չունի։ Հիմա գնացել են Գյումրիում են եւ Փարաքարում են փորձում նման ուրեմն կեղծ տեղեկություններ տարածել, տագնապներ տարածել եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետաքրքրականն այն է, որ փորձել են, այսպես ասած, բան անել, էլի, նոր ձևաչափով մասնակցել ընտրություններին, իրենց դեմքերով չեն մասնակցում, իրենք չկան, չեն երևում, եւ sense բեղ մորուք պահած ինչ-որ մարդկանց են բերել նետել դաշտ, այսպես ժողովուրդը այդ մարդկանց դռնից հանում է, սրանք լուսամուտից են գալի, լուսամուտից հանում ես ծխնելուզից են գալի, ծխնելուզից հանում ես պատվալներից են գալիս, հիմա մնացել են, այո, վերջնական փուլը պատվալներից, այո, դուրս են եկել եւ փորձում են ուրեմն իրենց վերջին ուժերը դաշտ նետել։ Եվ այո, մենք տեսնում ենք Քոչարյանի մի տեխնացու Վարդանիկի դեմքով, Միշիկի ինկեր, ինչ որ Ռուբեն Մխիթարյանի դեմքով,
Սերժի թեկնածու Մարտունի դեմքով որ նայում ես, նաև հարկ է նաև տեղեկացնել սիրելի մեր գյումրեցիներին օրինակ, որ Մարտունի ցուցակում, Մարտուն Գրիգորյանի ցուցակում հանրապետական կուսակցության, ուրեմն շրջանային կառույցի անդամներն են Գյումրու, այսինքն ինչ են արել այս մարդիկ հանրապետականներին տարել են, դրել են մի հատ ուրիշ մարդու տակ, այսպես ասած, թե իբր մենք չենք, չէ, սիրելի գյումրեցիներ, սիրելի փառաքարցիներ, ընդդիմության դեմքերով ներկայացող թեկնածուները ըստ էության փորձ են անում վերարտադրել Սերժի եւ Քոչարյանի ուրեմն ուժերին, ինչը ըստ էության ես վստահ եմ, որ դուք թույլ չեք տալու։ Եվ վերջին դիտարկումը ուղղակի անեմ, անընդհատ ինձ շատ է զայրացնում այն հանգամանքը, որ ընդդիմությունը գալիս է եւ անընդհատ 44-օրյա պատերազմի մասին խոսելիս, մեր հայրենակիցների մասին խոսելիս, մեր զոհերի մասին խոսելիս թիվը ուռճացնում է մեր զոհերի։ Ես չեմ հասկանում, ասենք դες հաճույք է պատճառում 44-օրյա պատերազմում մեր զոհված հայրենակիցների թիվը մեծացնել։ Ասենք ուղղակի սա ուղեղում չի տեղավորվում։ 44-օրյա պատերազմի ընթացքում քննչական կոմիտեի վերջին տվյալներով զոհվել է 3822 մեր հայրենակից, իսկ մինչ օրս պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը վերադարձել 150 գերեվարված անձ։ Դուք ընդհանրապես այս գերիների վերադարձի գործընթացի հետ ինչ կապ ունեք, բացի նրանից, որ ամեն ինչ անում եք, որ խանգարեք այդ գործընթացը։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Գոհունակությամբ հայտնում ենք, որ ավարտվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։ Այս օրերին աշխարհի տարբեր երկրներից շնորհավորանք կամ ողջունի խոսքեր ենք լսում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Սա լրջագույն քայլ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման եւ տարածաշրջանի հսկայական ներուժը բացելու ուղղությամբ։ Բայց խորհրդանական քաղաքական ուժերը ու նրանց շուրջ պտտվող արբանյակները խաղաղության համաձայնագիրը սևացնում են, դարձնում են ոչինչ չասող մի թղթի կտոր։ Այստեղից հարց է առաջանում. իսկ ինչու են այդ քաղաքական ուժերը ու անհատները այդպես արժեզրկում այս շատ կարևոր փաստաթուղթը։ Շատ պարզ է, որպիսի մարդիկ չվստահեն, կասկածանքով, զայրույթով, վախով, թերահավատությամբ մոտենան ընդհանրապես խաղաղությանը։ Կայունությունը, որի հաստատումից հետո Հայաստանը քաղելու է մի շարք օգուտներ, տնտեսական, լոգիստիկ, էներգետիկ, որը մեր երկրին բերելու է հզորացում, բարեկեցություն, մեծ հնարավորություններ արարելու, ստեղծելու եւ պարզապես երջանիկ ապրելու։ Այդ ուժերին պետք է այս ամենը, որովհետև այդպիսի պայմաններում իրենք ասելիք չունեն մեր ժողովրդին։ Իրենց ասելիքը մեկն է՝ թուրք, դավաճան, հողատու, հանձնեցին, տվեցին եւ ուռա հայրենասիրական ճառերով հանդես գալ, ճորում ճորթուն խոսելով, ոսկեպարով Արցախ են գնալու, Բաքվում թե ենք խմելու, բայց միևնույն ժամանակ թալանում էին երկիրը, թալանում էին բանակը, փոխարենը ինչ էին անում, իրենց դղյակներն էին կառուցում։ Այդ քաղաքական ուժերը Հայաստանի Հանրապետության շահերից բխող ոչ մի առաջարկ կամ լուծումներ չունեն։ Դրա համար էլ նրանք կարող են միմիայն գոյատևել հարատև կոնֆլիկտի, սպառնալիքների, պատերազմի պայմաններում։ Սիրելի հայրենակիցներ, այս ամենը հասկանալով մենք պետք է ավելի ամուր լինենք միասնական, ուժեղ, համբերատար, ջատակովենք խաղաղությունը, Առաջ մղենք միմիայն խաղաղության օրակարգը եւ հաստատուն քայլերով գնանք այդ ուղղությամբ, հասնենք վերջնական խաղաղության, որը բխում է մեր ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության շահերից։ Կեցցե ինքնիշխան ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունը։